Եվ տրամաբանությունն ու վերլուծությունը իմ մասնագիտականն է եղել, այսպիսի վերլուծություն ես չեմ տեսել իմ ուսանողական եւ աշխատանքային պրակտիկայի առումով, որ ներքին համոզմամբ 18 հոգու տնից տեղից կտրեն ու իմ երկու ընկերներն այսօր 7 ամիսա կալանավայրում են գտնվում։ Այսքանը։ Արգելի դատորության մասնակիցներ, ուրեմն ես որպես նախագահ ու դատավոր չցանկացա ընդհատել ձեզ։ Մենք այսօր ապաստների ծավալի մասին ենք խոսում, մեղադրանքի կողմի ներկայացած պաշտպանական կողմը ապաստների ծավալի հետ կապված, եթե որևէ բան հստակ ունի հայտնելու, ընտրեմ նշեք այդ մասին։ Պատվարժան դատարան, բնականաբար ներկայացնում ենք ապացույցների ծավալի հետ, բայց ես համաձայն չեմ այն պնդմանը, եւ դա չի բխում նաեւ նախորդող դատական նիստերում նախագահ դատավորի հայտնած դիրքորոշումներից, որ դատախազության ներկայացուցիչները ներկայացրեցին ապացույցների ծավալը այն իմաստով, ինչ պահանջում է քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածը։ Մենք ներկայացվածի վերաբերյալ դեռևս հարցեր ունենք, եւ քանի դեռ հարցերին բարձրաբանումներ չեն հնչել, մենք այս փուլը չենք կարող համարել ավարտված։ Հիմա որոշակի դետալներով ասեմ, որպեսզի ավելի հանգամանոց լինի։ Բայց ինչեւ դրան անդրադառնալը ասեմ, որ ամենաանսպասելի բանը, որ կարող էի լսել հանրային մեղադրողից, անմեղության կանխավարկածի մասին խոսքն էր, որովհետեւ եթե կա մի պաշտոնյա, այն էլ մի կարգավիճակում դատախազը հանրային մեղադրողի կարգավիճակում, որ ոչ թե կարող է չխոսել անմեղության կանխավարկածից, այլ հակառակը պետք է վստահ լինի, որ այն մարդկանց ում ինքը բերել է դատարան մեղավոր են այդ արարքներում։ Հակառակ դեպքում, երբ որ դատախազը առաջնորդվում անմեղության կանխավարկածով կասկածը հայտնում, արդյոք կարող է անձինք մեղավոր են թե մեղավոր չեն, ուրեմն մենք ստե մեծ խնդրեմ ունենք, որ նույնիսկ հանրային մեղադրողները այս բaragայում չեն բնդում հանցանքի արկայության փաստը։ Մինչդեռ, այո, մեղադրող դատախազը, հանրային մեղադրողը պետք է վստահ լինի, որ այն անձում դեմ մեղադրանքը բերել է դատարան կատարել է իր պատկերացրած հանցագործությունը եւ պետք է նախագահ դատավորին համոզի, որ իր կարծիքը ավելի ճիշտ է, քան պաշտպանության կողմի կարծիքը։ Այս բaragայում ստացվում է, որ կա վարկած, որ կարող է անձին հանցանք կատարած լինի, բայց թող նախագահ դատավորի վրա այդ բեռը մնա, դատարանը որոշի ի վերջո այս անձինք ինկվիզիցիոն դատավորության կարգով դատարանը ինքնուրույն որոշի անձանց մեղավորության հարցը գործ չունենանք մրցակցության հետ, ներկայացնենք տվյալներ, որոնք լղոզված են, որոնք որևէ մեկի մեղքը անհատական չեն անհատականացնում, որևէ հարցի չեն պատասխանում, որը ենթադրվում է 419 հոդվածի պահանջները։ Այս նիստը քննվում է հրապարակային կարգով, դատական նիստերի դահլիճում ներկա են տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության տեր մարդիկ։ Եթե մենք պայմանականորեն պատահականության կարգով որևէ մեկին դատական նիստերի դահլիճից կամ թեկուզ կարգադրիչներին, որ ամեն օր դատական նիստերի է հետևում, հարցնենք, թե ինչ հասկացան հանրային մեղադրողների խոսքից։ Ի վերջո այս process-ը նրա համար է, որպեսզի հանրությունը դրամբաց դատական նիստով հասկանա, ինչի մասին է լինելու հաջորդի դատական նիստերի բովանդակությունը։ Ներկայացվելու են ապացույցներ, որ ինչ հաստատ են։ Եթե մենք որևէ մեկին հարցնենք, ես խիստ կասկածում եմ, որ որևէ մեկը կարող է պատկերացում կազմել, թե այս փուլը ինչի մասին էր։ Ես տեղյակ լինելով տիրապետելով գործընյութերին, որոշակի պատկերացում կազմում եմ, այսինքն այդ տեքստերից հասկանում եմ միայն մի բան, որ պրոբլեմ կա Հայաստանի Հանրապետությունում հավաքներ կազմակերպելու հետ։ Եթե մեղադրանքն լիներ հավաք կազմակերպելը, որը լիներ քրեականացված, ապա այն դիրքորոշումները, որ ներկայացվեցին հանրային մեղադրողների կողմից, գուցե մասամբ ընդունելի համարվի, որտեղ ասում են, այս ապացույցով հաստատվում է, որ մարդկանց խմբեր են հավաքագրվել եւ որևէ պնդում չկատարվեց, թե այս կամ այն մեղադրանքը ինչ ապօրինի տար է պարունակում։ Ի վերջո քրեական դատավարությունը ապօրինության մասին է։ Պետք է հիմնավորվի, որ այսինչ արարքը, այսինչ ապօրինի արարքի, կոնկրետ ապօրինի արարքի ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու, զավթելու հանցակազմերի այսինչ հանգամանքն է ապացուցում։ Միակ բացատրությունները, որ տրվեցին, այդ է, որ մարդկանց հետ հանդիպել են, ինչ-որ խմբեր են ձևավորվել։ Բայց համակցության մեջ, թե արդյոք այդ արարքները ապօրինություն պարունակում էին, ենթադրում էին, թե ոչ, նաեւ մասնակիորեն ներկայացրեցին, որ վկաները ասել են, որ որևէ ապօրինի բանի չեն մասնակցել եւ չեն պատկերացնում որևէ ապօրինի գործընթաց։ Առանձին ապացույցների անդրադարձ կատարվեց, բայց կրկին դրանց վերադառնալու կարիք կա, հարցադրումների կարիք կա։ Օրինակ կատարվեց պնդում, որ TikTok-ի հետազոտված տեսանյութով
հաստատվում է, որ Արմեն Ալեքսանյանը այցելել է Բագրատ Սրբազանի տուն։ Հիմա եթե այդ տեսանյութը նկարված լիներ Բագրատ Սրբազանի տանը, ինքն էլ տեսանյութի մեջ երևար, միասին այդ գործընթացը արածել են, գուցե այդ ապացույցը կարող էր նման բանի վերաբերել։ Բայց այդ ձվածեղ պատրաստելու վիդեոն ինչպես է հաստատում տանը գտնվելու հանգամանքը իմ համար մնաց գաղտնիք այդպես էլ։ Եվ օրինակ վերցնենք հունվարի 2-ի այդ չարչերկված ձայնագրությունը։ Ինչը հաստատվում դրանով։ Այս իրականում բոլոր թվարկված ապացույցների մասով այս հարցին պետք է կամ, բայց այսքան որ ամենապրոբլեմատիկ կետերից է դրան եմ անդրադառնում։ Հունվարի 2-ի ձայնագրությունը ինչ է հակաիրավական հանգամանքը հաստատում։ Նախ մի կողմ թողնենք, որ այդ բովանդակությունը կեղծված է, բայց նույնիսկ այն բովանդակությամբ, որ կիրառվել է։ Արդյոք դա հաստատում է մեղադրանքում նշված, մեղադրանքի տեքստում նշված օբյեկտիվ կողմի որևէ բնութագիր։ Դա մեկ։ Արդյոք դա վերաբերվում է միայն Բագրատ Սրբազանին եւ Հովհաննես Ավետիսյանին ու անունները գրածեն, թե օրինակ վերաբերվում է Լիդիա Մանթաշյանին կամ Հրայր Սարգսակյանին։ Որովհետեւ երբ որ ներկայացվում է ընդհանրական մեղադրանք, գոնե պետք է ինչ որ մի ձև տրամաբանական կապով տրվի, թե մեղադրյալների յուրաքանչյուրը դրա հետ ինչ առնչություն ունի։ Հենց դրա համար է որ մենք 419 հոդվածի պահանջների խիստ պահպանման կարիք ենք տեսնում։ Եվ միայն մենք չենք տեսնում, օրենքն է տեսնում։ Որովհետև եթե այս ապացույցը օրինակ Բագրատ Սրբազանի մասին է, ինքը կարող է լինել ուրիշ մեղադրյալի մասին, եթե կամ այդ ապացույցով կամ համակցված այլ ապացույցի կիրառմամբ այդ կապը կարող է տրվել։ Մենք չենք խոսել այս բանի ոչ միայն կոնկրետ ապացույցը այս կամ այն մեղադրյալին վերաբերելու մասին, այլև չենք խոսել ապացույցների համակցված եղանակով վերաբերվելու մասին։ Եվ դրա համար մենք այս բանին դեռևս ունենք հարցեր եւ մինչեւ այդ հարցերի պատասխանները չտրվեն, մենք չենք կարող այս փուլը սպառված համարել, որ անցնենք դատավորության հաջորդ փուլերին մեր ապացույցները ներկայացնելուն կամ գոնե առնվազն ներկայացվածի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուն։ Պատվարժան դատարան ստիպված նոթեր չի անում, նորից եմ ուզում վերահաստատեմ ու պարզեցնեմ, որ բնականաբար վերդիկտ կայացնելու համար այն էլ այս ծանր մեղադրանքով այս խմբի կազմում բացարձակ ընդունելի մոտեցմամբ չեն ներկայացվել։ Նախ եւ առաջ խմբի կազմի վերաբերյալ ես նախորդ նիստին էլ ասացի, հիմա էլ ինձ համար ի վերջո ներկայացումից անհասկանալի մնաց ի վերջո հանրային մեղադրողները, երբ որ նշում են մարդկանց անուններ, արդյոք անհատականացնում են այդ անունները միայն այդ մարդկանց վերաբերյալ, թե այդ մարդկանց անունները նշելով տվյալ վկայակոչվող ապացույցը վերագրում են նաև մյուս մեղադրյալներին։ Նշել էի, որ պետք էր, այսինքն տրամաբանական կապով նախ այդ հարցը պարզաբանվեր եւ հետո խմբի կազմում գոյությունը ապացուցելու համար ներկայացնեին, որ ոչ թե մարդիկ պարզապես եղել են իրար հետ կապի մեջ, այլ որ կայուն խումբ է ձևավորված եղել եւ այս մարդիկ իրար հետ պայմանավորվել են, օրինակ Լիդիա Մանթաշյանը պայմանավորվել է Վահագն Չախալյանի հետ հանցանք կատարելու մտադրության մասին եւ այդ մտադրությանը այդ համաձայնությունը ձեռք է բերվել, հետո նաեւ համաձայնվեցվել է օրինակ Մովսես Շարբաթյանի հետ, Կարո Օկումուշյանի հետ, Արթուր Սարգսյանի հետ, իգր, այսինքն մենք ունենք անհատական ցակ ու ցրիվ բաներ, բայց ի վերջո չենք հասկանում այդ կայուն խումբը, որ ասում են, ոնց է հավաստվում, այսինքն պայմանականորեն Վահագն Չախալյանը կամ Արմեն Ալեքսանյանը իրար հետ ինչ-որ բան են խոսել կամ ինչ-որ զրույց է տեղի ունեցել կամ իրար հետ նույն վայրում են գտնվել։ Ինչով է հավաստվում, որ Բագրատ Սրբազանը դրանից տեղյակ է եղել կամ Հրայր Սարգսակյանը դրանից տեղյակ է եղել։ Եվ մենք չլսեցինք ապացույցներ, որոնք վկայում էին այս կայուն խմբի կամ կայունության այնպիսի աստիճանի մասին, որոնք ասել, որ ցանկացած բան, որ որոշեց օրինակ Բագրատ Սրբազանը միանգամից նաև հասանելի դարձավ այս խմբի կազմում բոլոր մեղադրյալների նկատմամբ։ Երկրորդը
յուրաքանչյուր մեղադրյալի դերակատարման մասին մենք չխոսեցինք, ասեցինք, որ անընդունելի է այս մոտեցումը, նաև վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումներն է ձեռք բերվել, որ ասում է ցանկացած պարագայում, նույնիսկ հանկարծակի ծագած դիտավորության պարագայում խմբի կազմում մեղադրանքները կլինի դա, չգիտեմ, փողոցային խուլիգանություն եւ այլն, այդ մեղադրանքներում պետքա տարանջատված լինի ով ինչա արել։ Մենք չհասկացանք, թե այս մեծ մեղադրանքը, որ դրված էր բոլորի նկատմամբ, դրանցից ամեն մեկում, օրինակ, ով պետքա, Լիդիա Մանթաշյանը պետքա ավտոբուսները վառեր, մյուսը պետքա ինչեր աներ, չգիտեմ, աստղիկներ շաղ տար, ով էր որոշել, օրինակ կոնկրետ աստղիկ շաղ տվողը ով էր լինելու կամ խանութ վառողը ով էր լինելու։ Հաջորդ թիվ մենք օբյեկտիվ կողմը ըստ էության ես ինչքանով փորձեցի լսել դատախազներին ասում էին բաներ, որոնք առհասարակ չեն հիմնավորում օբյեկտիվ կողմը, ասում են դրսևորել է զգուշավորություն, բայց զգուշավորություն դրսևորելը ահաբեկչության նախապատրաստության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ չի։ Հանրային մեղադրողները փոխանակ հիմնավորեն կամ ներկայացնեն այդ առաջնահերթ ապացույցը, որը օբյեկտիվ կողմն է հիմնավորում, ասում են, բանով հիմնավորվում է, որ TikTok-ի ապացույց, TikTok-ի տեսանյութով Արմեն Ալեքսանյանը այցելել է Բագրատ Սրբազանի կեցավայր, բայց այցելելու հանգամանքը ախր օբյեկտիվ կողմի հատկանիշ չի, զգուշավորություն դրսևորելը օբյեկտիվ կողմի հատկանիշ չի։ Հաջորդիվ, ուրեմն, այս բաներով ես նորից չկարդամ, որ անհատականացված չէր այս էության մեղադրանքները և նաև անհրաժեշտություն եմ տեսնում, որ հաշվի առնելով, որ մենք գործ ունենք առաջինը նախապատրաստության մասին, ինչը ասում նախապատրաստության մասին քրեական օրենսգիրքը ասում է, որ հանցագործության նախապատրաստություն է համարվում դիտավորությամբ հանցանքը կատարելու համար գործիք կամ միջոց ձեռք բերելը, գործիք կամ միջոց հարմարացնելը կամ դիտավորությամբ այլ պայման ստեղծելը, եթե անձն իր կամքից անկախ հանգամանքով չի կարողանում սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի կատարումը։ Հիմա այս պարագայում երբ որ ճիշտ նշեց պարոն Ռոստոմյան, ասում է հաշվագրված զենքով, այս պարագայում այդ գործիքը կամ միջոցը ոնց իրանք ձեռք բերեցին կամ ինչ ապացույց ներկայացվեցին, որ հարմարացվեցին կամ որ դրանք հենց պետքա օգտագործվեին ահաբեկչության համար, այսինքն մարդկանց տանը եղած առարկաները, օրինակ ինչ ապացույց ներկայացվեց, որ այդ պայթուցիկ սարքերը հատուկ այնպիսի քիմիական փոփոխության են ենթարկվել, որ պետքա ավելի մեծ ծանրության պայթյուն առաջացնեին ենթադրաբար, որ օրինակ հնարավոր կլիներ ահաբեկչության սահմանված ծանր հետևանքը ապացուցել, այսինքն որևէ ապացույց չներկայացվեց, որ այդ գործիքներն ու միջոցները հենց ձեռք են բերվել հենց ահաբեկչություն կատարելու համար։ Երկրորդը չտարանջատվեց այս հանցագործության էլեմենտները ահաբեկչության, ինչի մասին արդեն ասեցի, որը պետքա եւ որպես էլեմենտներով առանձնացվեր եւ անհատականացվեր կոնկրետ անձանց միջև։ Քանի որ ասում եմ, մենք պարզ գործողությամբ, օրինակ պարզ գողություն չենք քննարկում, այլ ահաբեկչության հանցակազմ, որը նաև ունենք օրինական ուժի մեջ մտած մեր պրակտիկայում սակավ են գործերը, բնականաբար ամեն օր Հայաստանի դատարաններում ահաբեկչություն չի քննվում, 1-2 գործ կա, բայց նույնիսկ մեկ օրինական ուժի մեջ մտած վճռով, հիմա չեմ կարող իհարկե համարը նշել, արձանագրվել է, որ սա բազմաօբյեկտ հանցագործություն է եւ գոյություն ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կազմի բազմաթիվ բաղադրյալ տարրեր, որոնք պետքա տարանջատվեն ու պետք չի հափշտապ անցնել հաջորդ փուլին, այսինքն պետքա տարանջատել այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմի բոլոր ապացույցները, տարանջատել բոլոր մեղադրյալներին, որովհետեւ այս մարդիկ մեղավոր չեն, որ իրանք 18 օքով մի դատավարության շրջանակներում են դատում։ Դա չպետքա զրկի իրենց յուրաքանչյուրի պարագայում հասկանալու, թե որ դետալը ինչն է ապացուցում։ Տարանջատվեն եւ անհրաժեշտ պայմանները, ոչ թե օրինակ զգուշավորություն ցուցաբերելը, այլ կոնկրետ գործողությունը եւ կոնկրետ մեղադրյալը, որպեսզի մենք կարողանանք այս պարագայում վերդիկտ կայացնել։ Շնորհակալություն։
միանալով գործընկերներիս դիրքորոշումներին այնուամենայնիվ գայթակղությունը մեծ է անդրադառնալու բոլոր ապացույցներին, բայց դատավարական էգոիզմ դրսևորեմ անդրադառնամ Աղվան Արշակյանին։ Ես նախորդ դատական նիստին հանրային մեղադրողների կողմից թվարկված ապացույցները հասցրել եմ նայեմ